Norquis Batista, Juan Pablo Nava, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտասովոր Անաստասիան։ Բայց Օվիդիո, մի տեսակ շփոթված ես երևում։ Միգուցե չեմ հերքում։ Միգուցե այս ամբողջ սերը, որ քո հանդեպ եմ զգում, ոչինչ չի նշանակում, բայց ես չեմ կարողանում հաշտվել Անաստասիայի բացակայության հետ։ Բայց որքան ես գիտեմ, նրան չէիր սիրում։ Ոչ, այդպես չէ։ Սրտիս խորքում ես սիրում էի Անաստասիային, այնքան էի սիրում նրան, որ հիմա ինձ մեղավոր եմ զգում, որ այդքան վշտացրել եմ նրան։ Տեր Աստված, ինչ է կատարվում այս մարդու հետ։ Այդ թե պատմության մեջ եմ ընկել։ Ես վատ եմ վերաբերվել նրան, ահա որ խանդոտ եմ եղել, թունավորել եմ նրա կյանքը։ Սակայն հիմա քեզ եմ նայում ու մտածում, գուցե Աստված ինձ երկրորդ հնարավորություն էլ կտա։ Ինչ թակարդենալ արում։ Հիմա ինչ պիտի անեմ։ Ինչու է նա ինձ այս ամենն ասում։ Եթե կարողանայի ուղղել սխալներս, եթե կարողանայի ետ բերել անցյալը։ Ոչ, Օվիդիո, պետք չէ ինձ նման բաներ ասել։ Բացի այդ, ես ամուսնացած եմ։ Ես Աուրելիոյի կինն եմ։ Ներիր։ Ոչ մի դեպքում։ Դու իմ կինն ես, բայց փորձում ես խաբել ինձ։ Դու կմատնես քեզ, Անաստասիա։ Ես շատ լավ եմ ճանաչում քեզ։ Դու չափազանց զգացմունքային ես։ Դու կհավատաս իմ բոլոր ասածներին։ Ես կատակ չեմ անում։ Դա լավ հասկացա։ Ոչ լուրջ եմ ասում, պետք է մանրամասն ուսումնասիրեմ վանականի հետ կապած ամեն մի մանրուք։ Բայց հիմա ոչ կերպ չեմ կարողանում կենտրոնանալ։ Միայն հորս վիրահատության մասին եմ մտածում։ Լավ, միան հանգստացիր ընկեր։ Այդ Մատեոյի երեքամից մեկը պետք է համապատասխանի նրան։ Հիմա վանականի մասին պետք է անհանգստանանք, որովհետև լսիր, եթե այդ հիմար Մատեոն դոնոր է լինելու, նշանակում է նա չի այդ անձնավորությունը։ Ոչ, վանական հաստատ Մատեոն չէ։ Մեր միակ կասկածելը Օվիդիոն է։ Մենք պետք է զգույշ լինենք, որովհետև նա ամեն ինչի ընդունակ է։ Իսկ եթե այդ աղվեսը բախչի։ Ոչ, այդպեսի բան չի լինի։ Ես ծերուկ ես խոստացել եմ, որ ինչ գնով էլ լինի կբռնեմ նրան։ Ուրեմն մենք կհետևենք նրան, որտեղ եթե խոստացել ես, ուրեմն պիտի խոստումդ կատարես։ Լսիր, իսկ եթե Օվիդիոն լինի վանականը, Օվիդիոն, դե ինչ որ հարկավոր անակնկալի բերեմ նրան, իր հանցակիցներին նույնպես։ Հանցակցության անունը Պադիլա է, ընկերս, Պադիլա։ Դե այո, այդ տիպին։ Չգիտեմ, պարոն, չգիտեմ։ Ես երբեք մարդ չեմ սպանել։ Սա հիանալի սկիզբ կլինի։ Տատիկիս Հելենայի տանը ես զարդեղենով լի երկու ճամպրուկ ունեմ։ Մեկը սկզբում կտամ քեզ, որպեսզի համոզվես, որ ես խոսքիս տերն եմ։ Իսկ մյուսը գործն ավարտին հասցնելուց հետո։ Իսկ ինչ գումարի մասին է խոսքը։ Միլիոնավոր դոլարների։ Անաստասիայի մահվան համար արժե։ Նրա դավաճանության ու խաբեության համար արժե։ Մտածելու ժամանակ տվեք ինձ։ Ժամանակ չունենք, Պադիլա, մինչև պապիկի գալը պետք է իրագործենք դա։ Այս իրարանցման մեջ մեր գործն ավելի հեշտ կլինի։ Իսկ ինչպես եմ սպանելու նրան։ Հենց որ համաձայնվես, ես առաջադրանքդ կասեմ։ Հիմա ինչ, Պադիլա, ընդունում ես Անաստասիային վերացնելու առաջարկս։ Բարև ձեզ։ Ներս արի երիտասարդ։ Վիոլետան քեզ հետ է։ Իսկ միտը Վիոլետան այստեղ չէ։ Ոչ։ Մենք գիտեմ, որ հիմա նա ձեր տանն է աշխատում։ Իսկ ինչ կա, որ բան է պատահել աղջկաս։ Ոչ, հանգստացեք։ Ինձ թվում է թե նրան այստեղ կգտնեմ։ Նա հիմա շատ օժտացած է, որովհետև կարծում է թե ես քահանա եմ դարձել։ Այո։ Նա շատ է պատմել ձեր մասին։ Նա տառապում է, բայց եւ այնպես հարգում է եկեղեցուն նվիրվելու ձեր որոշումը։ Ոչ, բանն այն է, որ ես այդպես էլ քահանա չդարձա։ Ես որոշեցի լքել եկեղեցին, որովհետև սիրում եմ ձեր դստերը։ Դուք իսկապես չեք թաքցնում նրան։ Նա այստեղ չէ։ Ոչ, ես չեմ խաբում, նա այստեղ չէ։ Իմ աղջիկն այդքան թանկ է ձեզ համար։ Նա իմ կյանքի կինն է։ Երբ կիսակատարության ժամանակ տեսա նրան, հասկացա, որ իմ միակ ցանկությունը նրա հետ ընտանիք կազմելն է։ Իսկ երբ իմ մերժումը ընդունեցին, ես այլևս չգտա նրան։
Ողորմած Աստված, օրհնյալ լինես դու, դու իսկապես սուրբ ես, ընդունակ ես ներել աղջկաս բոլոր սխալները։ Ոչ, ես սուրբ չեմ։ Ընդհանրապես սիրահարված տղամարդ եմ։ Դուք պետք է հպատանաք Վիոլետայի քաջությամբ։ Նա շատ խիզախ կին է։ Նա հաղթահարել է բոլոր այն խնդիրները, որը կյանքը նրա համար ստեղծել է։ Սանտիագոն լավ է։ Այնքան գեղեցիկ է նայվում իր հագուստի մեջ։ Բացի այդ շատ գոհ է։ Կարծեմ նա այսօր պիտի իր առաջին ժամերկությունը կատարի։ Իսկապես։ Լուրջ ես ասում։ Իսկ որտեղ է դա լինելու։ Ես ուզում եմ տեսնել նրան։ Ոչ, Վիոլետա, ոչ, դու չպետք է դուրս գաս այստեղից, քո վիճակում չի կարելի Սանտիագոին տեսնել։ Դու իրավացի ես։ Ես իսկապես շատ վատ եմ զգում ինձ։ Ես մեկ այլ նորություն էլ ունեմ քեզ համար։ Երեկ իմացա, որ նրան տարածաշրջանի ավաններից մեկն են ուղարկում որպես ծխական քահանա։ Ախ, Տեր Աստված, ինչու եմ խնդրում Սանտիագոյի մոտ տանել ինձ, եթե պետք է փորձեմ մոռանալ նրան։ Ճիշտ է, Վիոլետա։ Ճիշտ է։ Դու չես կարող շարունակ Սանտիագոյի մասին մտածել։ Պետք է փորձես մոռանալ։ Ինչ է պատահել, Լեոն։ Ոչինչ, Օլանդա։ Ուղղակի եկա ասել, որ վիրահատության առաջին մասը արդեն ավարտել ենք։ Բժիշկ Կալդերոնը հանել է Մատեոյի երիկամը ու հիմա պիտի փոխպատվաստումը անի։ Իսկ ինչպես է Մատեոն։ Լավ է։ Ճիշտն ասած, հիմա նա վերակենդանացման բաժանմունքում է, բայց կարծում եմ 2 կամ 3 ժամ հետո նրան արդեն կտեղափոխենք բաժին։ Մի անհանգստացեք։ Ամեն ինչ բարեհաջող է անցել։ Ախ, Պիա։ Ամեն ինչ լավ կլինի։ Ախ, շնորհակալ եմ, Լեոն, շնորհակալ եմ։ Ես ամեն վարքյան աղոթում էի, որպեսզի ամեն ինչ բարեհաջող անցնի։ Տեր ողորմյայի ուլունքներն արդեն մաշվեցին որդիս։ Դե լավ։ Ախ, փառքդ շատ, Տեր Աստված։ Իսկ ինչ կա, ինչ է պատահել, ինձ էլ ասեք, ինչ է պատահել Յոլանդա, ինչու ես լաց լինում, դժբախտություն է տեղի ունեցել, այո, դե լավ, գուշակեցի, հայրիկը հրաժեշտ է տվել կյանքին, այսինքն ես արդեն երկկողմանի ծնողազուրկ եմ։ Ինչպես կարող ես այդքան սառնասիրտ լինել։ Հայրիկը լավ է, Կոնստանսա, նրան դեռ չեն վիրահատել, իսկ Մատեոյի վիրահատությունն արդեն ավարտել են։ Իսկ ինչու Մատեոին, իսկ ինչու նա պետք է հենց հայրիկի հետ նույն օրը վիրահատվեր, ինչու ես թույլ տվել, որ նրան քո պապիկից առաջ վիրահատեն հիմար։ Հենց այնպես։ Կոնստանսա, Մատեոն դոնոր է, նա իր երիկամներից մեկը տվել է, որպեսզի փրկի հայրիկի կյանքը։ Իսկ կարիք կար, որ նրան երիկամ տան, ուրեմն մի անհանգստացեք, ես ինքս մսավաճառի մոտ կգնամ ու մի քանի կիլոգրամ երիկամ կգնեմ, հետո մի համեղ բան կպատրաստեմ կամ գինով, կամ ոչ, ավելի լավ է թթվասերով, կամ ոչ, ավելի լավ է։ Կոնստանսա, Աստծո սիրուն, երիկամը փոխպատվաստման համար է պետք։ Մատեոյի երիկամը հայրիկի երիկամին են պատվաստելու։ Ինչ։ Ախ, ինչ ահավոր է։ Ինչպես կարող են նրանք հայրիկի երիկամը այդ սև ագրավի երիկամով փոխել։ Ոչ, սրանից հետո հայրիկիս մեզը սուրճի նման սև կլինի։ Պետք է Լեոնին ասեմ, որ այդպիսի բան չանի։ Լեոն։ Ողջույն, ինչպես եք։ Նա Մայր Բերտան է, դե նա որ հիմնադրամում է աշխատում, նա պետք է որ մի բան իմանա Սանտիագոյի մասին, Մայր Բերտա։ Վիոլետա, աղջիկս, այստեղ ինչ գործ ունես։ Ես Վիոլետայի հետ խոսեցի ու նրան համոզեցի, որ միջնակարգ դպրոցը ավարտի, ուսում ստանա։ Այո, նա այդպես էլ չկարողացավ ուսումն ավարտել, որովհետև Ստեֆանին ծնվեց ու հայրը նրան տնից դուրս արեց։ Այո, բայց ես ուզում եմ, որ նա ինչ-որ բանի հասնի։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ, որ նորից հիմնադրամ վերադառնա, աշխատի, օրինակելի կին դառնա։ Մտադիր եք ամուսնանալ նրա հետ։ Իհարկե, ես որոշել եմ։ Ուզում եմ նրան Բորովսկի տիկին դարձնել։ Ընտանիք կազմը նրա հետ ու Ստեֆանին տալ այն բոլոր հնարավորությունները, որոնք Վիոլետան երբեք չի ունեցել։ Ախ, Աստված, չգիտեմ ինչպես երախտապարտ լինեմ Աստծուն այս ամենի համար։ Եթե Վիոլետա այդտեղն իմանայի, հենց այս պահին նրան քեզ մոտ կբերեի։ Իսկ չգիտեք թե որտեղ կարող է լինել։ Չգիտեմ, ես այն ամենտեղ փնտրեցի, անգամ Ռոզայի տանը, բայց չկարողացա գտնել։
Ոչ, ճիշտ եմ ասում, ցավում եմ, բայց իրոք գաղափար չունեմ, թե որտեղ է նա։ Որտեղ ես Վիոլետա։ Սա իսկապես անակնկալ է Վիոլետա, ուրեմն դու այստեղ ես։ Դե պատահաբար է ստացվել։ Տեոբալդոն է ինձ այստեղ բերել։ Պարոն Տեոբալդոն, ինչ տարօրինակ է։ Կարծեմ նրանք ժամանակին իրենց մայրիկին այստեղ են բերել, որովհետև դեպրեսիայի մեջ է եղել։ Ինձ էլ է հիմա նման օգնություն հարկավոր։ Միթե հնարավոր է, որ քեզ նման երիտասարդ կինը դեպրեսիայի մեջ հայտնվի։ Բաց արա սիրտդ տիրոջ առջև, նա քեզ կօգնի։ Տերը փոխել է կյանքս մայր։ Ընդ որում Սանտիագոյի միջոցով։ Ես սխալ տղամարդու սիրահարվեցի։ Երբ մի բանից հույսդ կտրում ես, տարապելուց բացի ոչինչ չի մնում անել։ Տառապելու փոխարեն ուրախացիր, որովհետև քո սիրելին իրեն բարի գործի է նվիրել։ Դե լավ, պատմիր ծիսակատարությունը ինչպես անցավ։ Ես ոչինչ չգիտեի այդ մասին, որովհետև հիմնադրամ չեմ գնացել։ Ախ, մայր միայն տեսնեիր նրան, ասես հրեշտակ լիներ։ Բայց ես միջև արարողության ավարտը չմնացի, շուտ դուրս եկա։ Ախ, Վիոլետա, ներիր, որ դա ինձ ուրախություն է պատճառում, բայց ինձ միշտ անհանգստացրել է այն, որ Սանտիագոն կշեղվի իր ուղուց։ Ես գիտեմ, որ քո կյանքը նոր ընթացք կստանա։ Ես էլ կարծում էի, թե մի բան գիտես Սանտիագոյի մասին։ Իսկ պարոն Տեոբալդոն, ինչ է, քեզ չի ասել ինչպես է նա։ Ասում են լավ է։ Կարծեմ այսօր նա պիտի իր առաջին ժամերգությունը կատարի։ Իսկ ամենավատն այն է, որ նրան ինչ-որ գյուղատիպ ավան են ուղարկելու։ Ես արդեն հրաժարվել եմ իմ զգացմունքից, մայր։ Ես կորցրեցի Սանտիագոյին։ Չի կարող պատահել։ Լեոնը չխոսեց ինձ հետ։ Ես սարսափած եմ։ Նա պատրաստվում է այդ սևագրավի երիկամը հորս տալ։ Ախ, այնքան վատ եմ ինձ զգում։ Մի տեսակ սրտիս աշխատանքն արագացավ։ Գնամ դեղս խմեմ։ Ողջույն Կոնստանսա, իրավիճակն ինչպես է։ Ահավոր է, ահավոր։ Նրանք մտադիր են սև երիկամ պատվաստել հայրիկիս։ Սև։ Կոնստանսա, իսկ դա ինչ է դա։ Ինչ ես մտադիր անել։ Ինչ նկատի ունես։ Պայուսակիս միջի բանալին նկատի ունես, այո։ Կոնստանսա, ես ձեռքիդ այդ դեղին ծրարը նկատի ունեմ։ Ինչ է դա։ Սա չգիտեմ։ Երևի Յոլանդայի ձեռքից է ընկել, բայց ես սա նրան կվերադարձնեմ։ Հիմար ես ինչ է։ Արի տեսնենք ինչ կա մեջը։ Ինչ կարծիքի ես։ Ախ, Աուրելիո, ես ահավոր վախեցած եմ։ Լավ։ Նախ Անաստասիան դարձի։ Մենք հիմա մենակ ենք։ Այո, ճիշտ է, ախր այնքան դժվար է անընդհատ Ալեքսանդրայի փոխարեն հանդես գալ։ Ես կխելագարվեմ, նրանք այնքան կանեն, որ շունչս կփչեմ։ Չասես թե խենթեմ, բայց ես կհեռանամ այստեղից։ Աուրելիո, ու վիդեոն վախեցնում է ինձ։ Այսօր նա ինձ սեր խոստովանեց ու դրանից հետո գնաց եւ այդ տիպի, այդ Պադիլայի հետ խոսեց։ Դա ծուղակ է, համոզված եմ, որ ծուղակ է։ Օվիդիոն գլխի է ընկել, որ դու Անաստասիան ես։ Դրա համար էլ քեզ սեր է խոստովանել, որպեսզի տեսնի, թե ինչպես կարծեգանք ես։ Մենք հիմա պետք է մտածենք։ Ես դուր չի գալիս, որ նա հետևում է ինձ։ Իմացա։ Ինչ։ Իմացա։ Ինչ, զգույշ եղիր։ Շտապիր։ Ոչ վերջում հենց իմ շունչը կփչի։ Ինչ է ծրագրել այս խենթը։ Հուսով եմ ավելի մեծ խնդրի մեջ չի ընկնի։ Տեր Աստված, օգնիր մեզ։ Ինչ նորություն կա, Լեոն։ Վիրահատությունը սկսում եք։ Յոլանդա, վիրահատություն չի լինի։ Պապիկը հենց նոր սրտի կաթված ստացավ։ Յոլանդա։ Իմ կարծիքով շատ խելացի բան ես անում, որ ուզում ես կյանքդ փոխել։ Ժամանակի ընթացքում Տերը կհատուցի քեզ։ Բանն այն է, որ ես ուզում եմ նոր մարդ դառնալ։ Ուզում եմ, որ մարդիկ ինձ տեսնեն ու ասեն. «Այո, այդ կինը շատ խիզախ կին է, նա մեծ դժվարություններ է հաղթահարել»։ Ուզում եմ նաև, որ աղջիկս հպարտանա ինձնով, որ ես կարողանամ վերսկսել կյանքս Սանտիագոյից հեռու։ Խոստացիր ինձ, որ նրան չես ասի իմ տեղը։ Մի անհանգստացիր։ Հավատացնում եմ, որ իմ բերանից ոչ ոք ոչինչ չի լսի քո մասին։ Ինչպես է հայրս Լեոն, Աստծո սիրուն Լեոն, խոսիր հայրիկն ինչպես է։ Յոլանդա, ձայն հանիր։ Լեոն, Բրոմելիա, Լեոնն ինչ ասաց։ Հայրս մահացել է։ Նման մի բան։ Տոնի
սիրելիս, տոնի։ Յոլանդա, Յոլանդա, հանգստացիր։ հանգստացիր Յոլանդա, աղաչում եմ։ Նա մահացել է, ասա ինձ պիա, նա մահացել է։ Յոլանդա, հանգստացիր։ Ամուսինս մահացել է։ Հանգիստ, քեզ հավաքիր Յոլանդա։ Ես շշացի, որ պապիկը մահացել է։ Ես ասացի, որ չկարողացանք նրան իրատել, որովհետև սրտի աշխատանքը մի պահ կանգ էր առել։ Այդքանը։ Յոլանդա, կարևորն այն է, որ երիկամը հանել ու ապահով տեղ են դրել, որպեսզի այն կարողանան հետո փոխպատված դեր, հանգստացիր։ Իսկ ինչ է լինելու ամուսնուս հետ։ Դե արդեն բժիշկների խորհուրդը որոշի Յոլանդա։ Տեոբալդո։ Ակվիլես, ինչպես ես։ Ամուսնուս տեսել ես։ Առավոտյան ճամփորդները ձեռքին գնում էր։ Ճամփրուկները ձեռքին։ Դրա համար էլ չեմ կարողանում գտնել նրան, այդ սրիկան հաստատ լքել է ինձ։ Տեոբալդոն ոչ, ես այդպես չեմ կարծում։ Նա ծուլ է, նա սովոր է հարմարավետ կյանքի։ Նրա համար դժվար կլինի հեռանալ մի տնից, որտեղ օրը 3 անգամ սնվում է, իրեն թակավորի նման զգում։ Այո, նա անամոթի մեկն է։ Այդպես է։ Գիտես, Ակվիլես, ամուսինս ինձ այնքան է հիասթափեցրել, այնքան է հոգնեցրել։ Ես էլ նույն բանը Բրոմելիայի հանդեպ եմ զգում։ Ճիշտ նույն բանը։ Թքացում եմ տան մնա թե ոչ։ Լսում է ինձ թե ոչ։ Լավ, արի թեման փոխենք։ Քո այն լուրջ պրոբլեմն ինչ եղավ։ Այս 3 ամսվա մեջ ինչ փոփոխություն տեղի ունեցավ։ Մաչուական էներգիատ վերականգնվեց։ Դեռ ոչ։ Չգիտեմ, երևի այլևս չվերականգնվի։ Անկեղծ ասած, հաճույքներին տրվելու տրամադրություն չունեմ Ագրիպինը։ Ուղղակի ուզում եմ այստեղ լինել ու հիշել իմ աղջկան։ Վերջին անգամ նրա հետ այստեղ եմ զրուցել, պատկերացնում ես։ Este fue el último sitio donde yo hablé con ella, ¿sabes? Հասկանում եմ, բայց դու չես կարող շարունակ ողբալ նրա մահը Ակվիլես։ Տխրությունը քեզ իր մեջ կկլանի, մի հիվանդություն կստանաս։ Սպասիր, ես հիմա մի բան կանեմ, որը քեզ հաստատ դուր կգա։ Մենք հիմա մի տեղ կգնանք։ Ոչ, չեմ ուզում այստեղից հեռանալ Ագրիպինա։ Դե լավ, տեքրս, արի, վեր կաց։ Ոչ։ Արի, ես քեզ այնպիսի տեղ կտանեմ, որ հաստատ դուր կգա քեզ։ Հիշում ես մի քանի օր առաջ ես քեզ մոր նման գրկեցի, փաղաքշեցի, հիշում ես։ Ինչպես զգացիր քեզ դրանից հետո։ Շատ լավ։ Ուրեմն արի ինձ հետ, ոչ մի պատրվակ մի բեր։ Արի, ես գիտեմ, որ քեզ այդ վայրը դուր կգա։ Արի։ Լավ։ Վերեմ աղաչում եմ, պաշտպանիր պապիկիս։ Օգնիր, որ նա ապակինվի։ Հնարավորություն տուր, որպեսզի իր կիսատ գործերն ավարտի։ Իսկ ինձ օգնիր, որ գտնեմ Վիոլետային, խնդրում եմ։ Շարունակիր։ Ճիշտ են ասում, որ քահանային վեղարն է քահանա դարձնում։ Նման բարեր այդպես չեն մտնում հայրիկ, առավել վես նման կարգի դողություններ անելով։ Ինչ ես անում այստեղ։ Դու ճիշտ ինկվիզիտորի նման ես վարվում։ Հայրս է այդպեսին, ես եկել եմ որպեսի մոմ բառեմ մորս համար ու աղոթեմ Տոնի Բորովսկու համար։ Ես չգիտեի, որ տատիկը սուրբ է եղել ու կամ որ քեզ հետաքրքրում է պապիկի առողջությունը։ Վերջերս մի տեսական բոստ ես դարձել, գիտես, երբ որոշեցիր սեմինարիայում փակվել, այդ ընթացքում մենք այնքան բան ստիպված եղանք հանդուրժել, այդ ծերուկը ինչպես ուզում, այնպես էլ վարվում է մեզ հետ։ Հիմա ժամանակն է, որ բոլորս էլ պարգևատրվենք։ Պապիկն ինձ խնդրել է, որ բացակայության ընթացքում ինքս զբաղվեմ տան գործերով։ Ոչինչ մի արա այդ ծերուկի համար, այլապես կզղջաս։ Կասկետոր բաներ մի ասա հայրիկ, ինչ որ ասելու ես ուղիղ երեսից ասա։ Լսիր, թզուկ աղջիկ, Օվիդիոին կանչիր, նրա հետ կիսատ հարց ունեմ։ Գոնե ասա, խնդրում եմ։ Ոչ մի դեպքում։ Կարիք չկա, Յադիրա, ես արդեն լսեցի։ Չքվիր։ Ինչ ձանձրալի է։ Դուրս։ Ինչ ես ուզում քրոջիցս, ինչու ես սիրահետում նրան։ Ես գիտեմ դու ով ես, այնպես որ ինչ չես խափի։ Դե իհարկե գիտես։
Ինչ կա մտքիդ երիտասարդ, լավություն արա ինձ։ Ու հենց հիմա ասա թե ինչու ես սիրահետում քրոջս։ Խոսիր։ Դուք շահամոլներ եք։ Միայն փողն եք տեսնում։ Կարծում եք փողը ձեզ կերջանկացնի։ Դուք մոռանում եք, որ մենք մի ընտանիք ենք։ Դու այս համակենտրոնացված ճամբարը ընտանիք ես համարում։ Միայն թե եթե դուք ցանկանաք միավորվել։ Մեզ նայր, Սանտիագո, մենք խաղատիկնիկների ենք նման, որոնք Անտոնիո Բորովսկու ձեռքի տակ գտնվող թելերից են կախված։ Բայց հիմա այդ տիկնիկ խաղացնողը մեռնում է։ Հայրիկի սեր Աստծո։ Եկեք մտածենք մեր ընտանիքի մասին։ Եկեք ուղիներ գտնենք մեր սխալները շտկելու համար։ Մեզ խաղատիկնիկներից հիմա ազատություն է տրվել, մենք պետք է վայելենք այն, թե չես ուզում դա։ Եթե մեկն անկեղծ է իր տիրոջ առջև, արդեն իսկ ազատ է այս երկրի վրա, ինչպես օրինակի ես։ Աստծո սիրուն քրիստոնեական ճառետ մի կողմ թող։ Խնդրում եմ, երջանկությունն էլ, ազատությունն էլ փողով են ձեռք բերվում։ Ամեն մեկն իր հասանելիքը ստանում է եւ իր սրտի ուզածնանում առանց հաշիվ տալու ինքն իր եւ նույնիսկ Աստծո առաջ։ Ինչ դաժան սիրտ ունես հայրիկ։ Ինչն է քեզ այդքան անհոգի դարձրել։ Չարությունը հորդում է մեջիցդ։ Իսկ դու էլ կատարյալ չես, դու էլ քո բաժինն ես ուզում հիմնադրամից ստանալու փախչել Վիոլետայի հետ։ Դու ինձ չես ճանաչում։ Ես սիրում եմ Վիոլետային, իսկ հիմնադրամը իմ կյանքն է։ Ես երբեք ոչ իմանից չեմ փախչել ու երբեք էլ չեմ փախչի։ Ես իմ բոլոր խնդիրները արդեն ճանապարհով եմ լուծում հայրիկ, այդպես արել եմ տիրոջ առաջ, ու այդպես էլ մտադիր եմ Վիոլետայի հետ վարվել։ Դու իդեալիստ ես, որդիս, միամիտ ու տկարամիտ։ Ինչքան էլ փնտրես այդ կնոջը չես գտնի, երբեք։ Նա ոչ այլ ինչ է, քան կեղծիք։ Լավ, ես չեմ ուզում շարունակել այս ահետած զրույցը։ Իմիջի այլոց, Օվիդիոն ինձ ասաց, որ ես կատարությունից հետո դու Վիոլետային տարել ես եկեղեցուց։ Ինչ ունի քեզ ասել։ Դու գիտես նրա տեղ։ Ես խաբելու ոչ մի պատճառ չունեմ, Ալեքսանդրա։ Դուք երկուսդ էլ շատ լավ ճանաչում եք Օվիդիո Բորովսկուն։ Անաստասիան միգուցե շատ ահավոր բաներ է պատմել իմ մասին, բայց ես հիմա չեմ ձևացնում։ Գրողա տանի, դու ծիծաղելի բաներ ես ասում։ Այո, իհարկե։ Ծիծաղելի բաներ եմ ասում։ Դուք օգտվում եք իմ խոստովանությունից, դուք երկակի խաղ եք խաղում։ Բայց ես ինչ ասել եմ, սրտանց եմ ասել ձեզանից որ մեկն էլ որ եղած լինի, դու թե Ալեքսանդրան, չգիտեմ, համենայն դեպս ես ասել եմ այն, ինչ զգացել եմ։ Վաղուց այդպես անկեղծ չեմ եղել։ Իսկ ինչպես հավատանք քեզ։ Դու միշտ խնդիրներ ես ստեղծում, դու երբեք անկեղծ չես եղել։ Հապա տեսեք ով է անկեղծությունից խոսում, հապա ձեզ նայեք։ Դուք միայն ստում եք։ Ինչպես կարող եմ մի կին անկեղծությունից խոսել, եթե ծիծաղելի խաղի միջոցով թաքցնում է իր իսկությունը։ Լավ, օրելու արդեն գիտես անելիք հետ օրին շատ շփոթված է կատարինաներով, այնպես որ առաջ գնա։ Իսկապես պետք է շտապենք ու ձեռք բերենք այն ամենը, ինչով իր դեմ է ուղղված, որովհետև նա է վանական է։ Ճիշտ է։ Ինչ պատահեց։ Այնպես ես նայում ասաս երբեք դուր չես տեսել, առաջ շարժվիր։ Սա անվտանգության սենյակն է Մակո, կարծում ես նա հենց այնպես դուրը բաց կթողներ։ Շնորհակալություն հիմար անվանելու համար։ Ես գիտեք քարտով փորձենք։ Դու գիտես որ փարփաստում էի գալիս, դուրը քարտով էի բացում։ Մակո, այդ դուրը անվտանգության թվային համակարգ ունի։ Այստեղ դրանով հնարավոր է բացել։ Եթե տասկագիրը իմանանք, կարողանանք ներս մտնել։ Այ քեզ բան։ Այդ Օվիդիոն միշտ թերի է կատարում իր գործը։ Օվիդիոն, նա է չէ միշտ էսկեր այստեղ։ Իսկ եթե նրա ծննդյան տարեթիվը հավաքենք, արի փորձենք, որտեղ մարդիկ երբեմն նման բաներ են անում։ Կարծում ես, դե իհարկե փորձիր տեսնենք։ Փորձի անցիր ես հաճույք կնայեմ։ Երբ է նա ծնվել։ Ինձ ոնց ես արցնում։ Ես որտեղից իմանամ։ Դե լավ, սկսիր, փորձիր։ Ես երրյակի խաղով տարվելու ժամանակ չունեմ։ Ինձ ավելի բարդ հանելուկներն են դուր գալիս։ Այդ ուր երիտասարդ քեզ թվում է այդքան հեշտ կազատվես մեզնից։ Պապիկս մահամերձ է։
Ես պետք է նրա կողքին լինեմ։ Ներիր, բայց ես ժամանակ չունեմ վիճել մեկի հետ, որն իր իսկական դեմքով հանդես չի գալիս։ Եթե անկեղծ լինենք, ասեմ քեզ, որ դու ես վախեցրել նրան քո սիրո խոստովանությամբ։ Այն ինչ ասացի Անաստասիայի մասին, ճիշտ է։ Ես կարոտում եմ նրան, պարզապես չեմ գնահատել նրան, երբ ինձ հետ է եղել։ Դրա համար էլ այդ սերը խուլի հանդեպ եմ արտացոլել։ Չնայած գիտեմ, որ դա ճիշտ չէ, բայց ես սիրում եմ նրան, ինչ ասեմ։ Ոչ, Օվիդիո, ներիր ինձ քեզ խաբելու համար։ Ես գիտեմ, որ արդարացի չեմ վարվել քեզ ստելով։ Ուղղակի դու ինձ շատ վախեցրիր այդ սիրո խոստովանությամբ։ Բռնվեցիր, ախր ես գիտեի, որ կբռնվես, չէ որ դու այնքան զգացմունքային ես։ Ես 5 մատից պես ճանաչում եմ քեզ, Անաստասիա, որքան էլ փորձես խուլ ձևանալ կամ էլ Կատալինայի նման հագնվել։ Հանգստացիր։ Ես մեղավոր եմ, որ վախեցրեցի քեզ, Ալեքսանդրա։ Իսկ եթե Վալեսիլոսին կանչենք, կարող ենք նրանից այն փոքր մեխանիզմից մեկը խնդրել, որը միացնում է, ու դրանով կիմանանք ծածկագիրը։ Ապրես Մակո։ Վերջապես մի խելոք բան ասացիր։ Արի շտապենք, քանի Օվիդիոն մեզ չի բռնացրել։ Գնացինք։ Բայց սպասիր, հետո ինձ պետք է բացատրես, թե ինչու այդպես արտահայտվեցիր։ Ես քեզ համար Կոնստանսան չեմ։ Դու բացատրություն ես տալու ինձ, լավ։ Ես այլևս ոչ մի վիրավորանք չեմ հանդուրժի, հայրիկ։ Վիոլետան իմ կինը, իմ երեխաների մայրը կդառնա։ Իրոք, իսկ քո կարծիքով պապիկը թույլ կտա, որ ընտանիքի անունն այդպես վարկաբեկվի։ Մանավանդ, եթե դա իր սիրելի թոռնիկն անի։ Նա անպայման թույլ կտա։ Խնդրում եմ միամիտ մի եղիր։ Ես պապիկի հետ արդեն խոսել եմ այդ մասին, ու նա ինձ ասել է, որ եթե Վիոլետան իմ երջանկությունն է, ուրեմն կընդունի նրան։ Բացի այդ, ասաց նաև, որ ինքը նրան հենց այդ պատճառով է վարձել։ Ինչ ասաց։ Որ նա նրան հենց այդ պատճառով է վարձել։ Բայց իսեր ասո, ու դու ոչինչ չես պատրաստվում անել։ Այսինքն ինչ, հայրիկ։ Միգուցե այդ համաձայնագրի մեջ որևէ բան կա, որ ես չգիտեմ։ Ակվիլես, արի։ Քեզ ինչ եղավ։ Դրանով քո վախկոտությունն ես ցույց տալիս ինչպիսի հիասթափություն։ Հենց այդպես էր որ կա։ Ես վախկոտ եմ։ Չգիտեմ ինչու եկա քեզ հետ։ Բայց սպասիր, Ակվիլես, եթե ինձ արդեն ապացուցել ես, որ չես վախենում Բրոմելիայից, որն իսկական հրեշ է, ապա այս կարուսելից ինչու պետք է վախենաս։ Բացի այդ, տես թե որքան մարդիկ են հերթում սպասում, այդպես չէ, պարոն Այք։ Լավ, գալիս եմ, մի հերեք ինձ, գալիս եմ։ Չծիծաղես ինձ վրա։ Գնացեք։ Ոչ, չեմ ծիծաղի։ Լավ, հանգստացեք, պարոն, հանգստացեք, մի փոքր համբերեք, որովհետև այո, գնա նստիր։ Այդպես, Ակվիլես։ Ինչ եղավ։ Գնա նստիր, առաջացիր։ Այդպես, ինչ հետաքրքիր է։ Հիմա էլ իմ հերթն է։ Տեսնենք, ներեցեք։ Կտեսնես, թե որքան կզվարճանաս։ Մի քիչ էմոցիա, մի քիչ ադրենալին ու տրամադրությունը պատրաստ է։ Տեր Աստված։ Հուսով եմ չեմ ընկնի։ Աստված իմ աղաչում եմ քեզ։ Միգուցե պապիկը փոշմանել է, որ նրան ինձ մոտ է բերել։ Նրա նպատակը այն էր, որ հրաժարվեիր քահանա դառնալու մտքից։ Ոչ։ Նման բան չի կարող լինել։ Գուցե չգիտեմ։ Պապիկը միգուցե այն սկզբից կասկածել է, որ ես սիրահարված եմ եղել Վիոլետային ու դրա համար նրան ավելի է մոտեցրել ինձ։ Այդ թշվառ ծերուկին հաջողվեց դա։ Ոչ, դա այդպես չէ, հայրիկ։ Ես նրա դրդմամբ չեմ հրաժարվել իմ կոչումից։ Դա այն որոշումն է, հիմա կարևորն է, որ գտնեմ Վիոլետային։ Ես գիտեմ, որ նրան եկեղեցու ինչ-որ բան ես ասել, հայրիկ, բայց ուզենաս թե ոչ, միևնույն է, Վիոլետան իմ կինը կդառնա։ Երբեք, Սանտիագո, ուշադի լսիր, երբեք չես ամուսնանա նրա հետ, երբեք։ Ոչ, քույրիկս, դու իսկապես շատ համարձակ ես։
Գիտեի նաև, որ իմպուլսիվ ես, բայց պարզվում է, որ նաև միամիտ ես։ Ինչու վիդեոին ասացիր, որ դու Ալեքսանդրան ես, խելքը թռցրել ես, ինչ է։ Գրողը տանի Կատարինա չտեսար խեղճնիչ դեմքեր ընդունել, կարծես լքված շուն լիներ։ Ոչ, շուն բառը տեղին ասացիր, բայց չասացիր, որ կեղտոտ ու զզվելի շուն։ Լսիր, քույրիկ։ Այդ մարդը գիտի, որ դու Անաստասիան ես, ու դու դրանով նրա գործն ավելի հեշտացրեցիր։ Գրողը տանի քույրիկս, ես ախր շատ շփոթված եմ, Կատալինա։ Ավելի վատ։ Դու պետք է շարունակես իմ դերը խաղալ, ես էլ խուլինը, որովհետև մեզ ուժեղ կամքի տեր Սառնարյուն մեկն է հարկավոր, իսկ դու լրիվ ձախողեցիր այս փորձությունը։ Այո, դու իրավացի ես։ Ես չպետք է այդպես արտահայտվեի։ Մենք կորած ենք, որովհետև մարդասպանը հենց մեր քթի տակ է ապրում։ Երկուսն էլ ինձ որպես Կատալինա ներկայացան ու ասեմ, որ շատ լավ խաղ խաղացին։ Իսկ դուք ինչ արեցիք, պարոն։ Մի բան շփոթվեցի, բայց հետո քաղցր լեզու թափեցի ու Անաստասիան ծուղակն ընկավ։ Նա չափազանց զգացմունքային է։ Դա նրա թույլ կողմն է ու դրանով էլ հեշտ է նրան ճանաչել։ Պարոն, մտածել եք այն մասին, որ եթե սխալվեք, ինչ իրարանցում կստեղծեք։ Նկատի ունեմ, եթե ասենք Անաստասիայի փոխարեն մյուսին սպանենք։ Պետք է զգույշ լինենք, Պատիլա։ Եթե նրանք շարունակեն փոխարինել միմյանց, շատ դժվար կլինի կողմնորոշվել, թե ով է, իսկ մենք չենք կարող սխալվել։ Ես Անաստասիայի մահն եմ ուզում։ Միայն Անաստասիայինը։ Արդեն չեմ կարողանում ոտքի վրա կանգնել Ակվիլես, ես մեռած եմ, չեմ կարող շարունակել։ Իրոք, Արդեն հոգնել եմ։ ես էլ եմ շատ օգնել, բայց պետք է քեզ մի բան խոստովանեմ, Ագրիպինա։ Ասա։ Երբեք իմ ողջ կյանքում այսքան չեմ զվարճացել։ Երբեք ինձ այսքան երջանիկ չեմ զգացել, ինչպես այսօր։ Այո։ Ճիշտ է, մենք շատ հրաշալի ու յուրահատուկ ժամանակ անցկացրեցինք։ Ինչպես միշտ ենք անցկացնում, երբ միասին ենք լինում, Ագրիպինա։ Գիտես, դու անհավատալի կին ես։ Երբ քեզ հետ եմ զգում եմ, որ կյանքս միանգամից փոխվում է։ Ավելի գեղեցիկ է դառնում։ Ավելի իմաստալից։ Հետաքրքիր, ավելի զվարճալի։ Բացի այդ, անհավատալի բաներ ինձ հետ կատարում, երբ կողքին եմ լինում։ Ինչպես օրինակ, ասենք տղամարդկային հատկություններ տեն վերականգնվում։ Ոչ, խնդրում եմ, ոչ, այդպես մի ասա, թե չէ ամոթից կմեռնեմ։ Դե լավ, դեռ ամոթից մարդ չի մեռել։ Այո, Դու պետք է հաշվի առնես, որ ես բուժում եմ քեզ, ես իրոք ոտքի եմ կանգնեցնում քեզ, այնպես չէ, Ակվիլես։ Երանի իրոք ինձ բուժող կինը դու լիներ։ Դու ինձ աշխարհի ամենաերջանիկ տղամարդը կդարձներ։ Իսկ ես հավիտեն երախտապարտ կլինեի քեզ։ Sad song for serial scene. Գրողը տանի Ակվիլեսը չի պատասխանում հեռախոսին, որտեղ կարող է լինել, նա պետք է այստեղ գար։ Իսկ դու ինչ ես կարծում, այդ թղթի մեջ գրվածն ինչ է նշանակում։ Ախ, Բրոմելիա, ես այստեղ ոչ մի վիրավորական բան չտեսա։ Որտեղ հասա։ Որքան հիմար ես։ Մենք պետք է պարզենք, թե որտեղ է ստորագրվել այս փաստաթուղթը։ Ես գիտեմ։ Քեզ բան եմ ասում։ Տես, այստեղ է, այս անկյունում է։ Սա է չէ ստորագրությունը, տես։ Ծիծաղելի բաներ մի ասա, Կոնստանսա։ Ես այն հիմնարկությունը նկատի ունեմ, որտեղ ստորագրվել է այն։ Պետք է չեղյալ համարենք այս թուղթն ու վերացնենք մնացած կրկնօրինակները։ Ճիշտ է, ես հասկացա։ Իսկ ինչու պիտի չեղյալ համարենք այս թուղթը։ Որովհետև այստեղ գրված է, Կոնստանսա, որ տոնին ամեն ինչ Աուրելիոյին ու Սանտիագոյին է կտակում։ Դրա համար պիտի արագ գործենք։ Պիտի բոլոր հարազատներին կանչենք, որպեսզի մի բան ձեռնարկենք։ Պիտի կանխենք, դա հասկանում ես։ Դե ինչ որոշեց ձեր խորհուրդը։ Նախ առաջին հերթին թույլ տվեք ասել, որ Մատեոն լավ է։ Նա արդեն ապաքինվում է։ Շատ լավ է, շնորհակալ եմ։
Հետևացանք։ Իսկ մնացածը ինչպես գիտեք, պապիկ ինչ կարողացանք վիրահատել, որտեղ նրա մոտ սրտինապահ սկսվեց։ Ու բավական լուրջ բարդությունների հետ եկան։ Իսկ տոնին։ Ինչպես է տոնին։ Պապիկը կոմայի մեջ է։ Բայց նա կփրկվի։ Ասա Լեոն, տոնին կապրի։ Մեքենայի մեջ։ Այո, ճիշտ է։ Այդ ինչպես պատահեց, որ երկուսդ միաժամանակ եկաք։ Չլինի միասին էիք։ Ոչ բրոմերիա։ Մենք խանութի մուտքի մոտ հանդիպեցինք ու միասին ներս միտանք։ Ինչու ես կանչել ինձ։ Հայրիկին բան է պատահել։ Ես էլ եկա Օվիդիոյի բջջայինի վրա զանգել եմ։ Ինչ է պատահել։ Շատ սոսկալի մի բան, որից ես այնքան էլ գլուխ չեմ հանում։ Հիմա Բրոմելյան ձեզ ամեն ինչ կբացատրի։ Աուրելիոն պատրաստում է հեղաշրջում կատարել։ Ինչ, բայց ինչեր ես ասում, Կոնստանսա, չեմ հասկանում, Բրոմելի ավելի լավ է դու խոսիր։ Բանն այն է, որ Ալո, Պիա։ Այո, Կոնստանսան է։ Լսիր, շտապ խնդիր է ցակել։ Մենք ժողով ենք հրավիրել։ Այո, Գորիտային էլ բեր լավ, մենք կսպասենք քեզ առայժմ։ Կոնստանսա, այդ ինչ ես անում հիմար։ Ինչու ես Պիային զանգում։ Նա դեմ է մեր ծրագրերին։ Ինչու ես զանգում նրան։ Դե լավ, սպասեք։ Բրոմելյան ասաց բոլոր հարազատներին։ Անաստասիայի մահն արժի այս ամբողջ ոսկեղենին, բայց բացի նրա կյանքից ես նաև իմ ազատության համար եմ վճարում։ Ուզում եմ ազատ լինել ու սիրել իմ ուզած կնոջը։ Նշանակում է դուք Անաստասիային սպանում եք այն պատճառով, որովհետև ուրիշ կնոջ եք սիրահարվել։ Հենց այդպես, Պադիլա։ Սիրահարվել եմ։ Իսկ ով էր երջանիկ կինը, կարելի է իմանալ։ Դա քո գործը չէ, Պադիլա, քո գործը միայն Անաստասիայի սպանելն է։ Այո, իհարկե, պարոն։ Բայց դե հիմա ասեք, ինչպես եմ դա անելու։ Դու վանականի դիմագի տակ կծպվես։ Ես կբերեմ այդ հագուստը, կհագնես այն ու կսպանես Անաստասիային ու բոլորն այդ դիմակավորին կմեղադրեն։ Հետո դու կազատվես։ Իսկ ես Սամուրի կդառնամ։ Լավ, պարոն։ Քանի որ դուք ինձ այդ ամենը ասում եք, ես ձեր հանցակիցն եմ։ Բայց ուզում ձեզ իմ բան հարցնել։ Վանական այդ դուք եք։ Ես այստեղ եմ սիրելիս։ Եկել եմ քեզ ասելու, որ ուժեղ լինես։ Շարունակես պայքարել ու անձնատուր չլինես։ Չէ որ դու սիրում ես պայքարել։ Չէ որ դու ուժեղ ես։ Սա ոչ քո առաջին պայքարն է, ոչ էլ վերջինը։ Բացի այդ տոնի, չէ որ մենք նոր ենք ամուսնացել։ Հիշում ես, սիրելիս։ Հիշում ես, թե մենք դրա համար որքան թանկ ենք վճարել։ Մի ամբողջ ընտանիքի նախատինք ու արհամարանք։ Համել դու ինձ խոստացել ես, որ մեր կյանքի վերջին տարիները մի փոքրիկ ավանում կանցկացնենք, մի համեստ ու փոքրիկ գյուղական տնակում, շրջապատված ծառերով, ծաղիկներով, մի խոսքով գեղեցիկ բուսականությամբ։ Եթե դու քո խոստումը չկատարես, ես վշտից կմեռնեմ, Տոնի։ Ամեն օր Աստծուն աղաչում եմ, որ քեզ չխլի ինձնից։ Տերը գիտի, որ եթե դու չփրկվես, ես նույնպես կմեռնեմ։ Ես կմեռնեմ։
Եթե բանականը ես լինեի Պադիլա վաղուց արդեն սպանած կլինեի Անաստասիային, չես կարծում։ Բայց բանականը ես չեմ, ու ինքս էլ ուզում եմ բռնել նրան։ Պարզապես հիմա օգտվում եմ արդից, որպեսզի դու ծպտվես նրա դիմակի տակ ու վերացնես կնոջս։ Մի պահ վախետ է դեզանից, պարոն։ Մտածեցի, որ եթե վանականը իսկապես դուք եք, հնարավոր է, որ հետո մատնեք ինձ։ Մենք միմյանց վաղուց ենք ճանաչում։ Ես քեզ երբեք չեմ մատնի։ Պարզապես հիմա լավություն եմ անում քեզ, հարստացնում եմ։ Իսկ դու ինձ համար ուղի ես հարթում դեպի այն սերը, որ իմ սիրած կնոջ հանդեպ եմ տածում։ Ուրեմն ճիշտ է, որ դուք սիրահարվել եք։ Այդ կինը պետք է որ խենթացած լինի ձեզ։ Այդպես է, Պադիլա, ես ինքս չեմ կարողանում հավատալ, բայց իսկապես սիրահարվել եմ։ Այդ կինը խենթացնում է ինձ։ Մենք պետք է գործենք։ Ձեր ու ձեր երեխաների ապագան այս թղթից է կախված։ Թե ուզում եք, որ տոնին իր մահից հետո էլ կառավարի ձեզ։ Ոչ, չեմ կարծում։ Ոչ։ Հայրս դեռ չի մահացել, ու եթե այս խոսակցությունը ժառանգությանն է վերաբերում, ապա ես չեմ ուզում լսել։ Բայց սպասիր, սուտլիկ հոգեբան, ինչ է, չես կարդացել կտակը, այդ թշվառ ծերուկը մեզ ոչինչ չի թողել, միթե չես հասկանում։ Հասկանում եմ, այսինքն ձեր նպատակը հայրիկի փողերը խլելն է։ Իսկ դու ինչ էիր սպասում, հայրիկը մտադիր է ամեն ինչ այդ գող Աուրելիոյին ու Սանտիագոյին կտակել, կարծում ես դա արդարացի է, նա ուզում է ցնանկացնել մեզ։ Ցնանկացնել չէ հիմար, սնանկացնել։ Ես մի բան կասեմ, եթե որդի Սանտիագոն ամեն ինչ ժառանգի, ես այնքան էլ չեմ վշտանա։ Դե իհարկե, քո որդի Սանտիագոն, իսկ իմ աղջիկները, նրանց ինչ կասես, նրանք նույնպես նույն իրավունքներն ունեն, կամ էլ ես։ Ես նրա օրինական աղջիկն եմ, ախ ոչ Աստված իմ, ես սոսկում եմ։ Ինձ ոչ մի գրոշ չի մնա դեմքի բուժումներիս համար ոչ, ես թույլ չեմ տա։ Բավական է, կարդա Պիա, կարդա ուտես, որ մենք ոչինչ չենք հորինում։ Ոչ քեզ ու ոչ էլ նույնիսկ Գրեգորիային ոչ մի բաժին չի հասնում։ Տեսնում ես, Պիա, հոգեբանը դու ես ու հենց դու պետք է հայտարարես, որ այդ ծերուկը մտավոր հետամնաց է։ Չի կարող պատահել։ Հայրիկը երբեք չի սխալվում։ Ու եթե մեզ ոչինչ չի կտակել, ուրեմն ճիշտ է արել։ Մենք չպետք է նման բան թույլ տանք։ Չպետք է։ Անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունը թորիմված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան